Բնակչությունը 175 միլիոն, տարածքը 20 միլիոն քառակուսի կիլոմետր, ընդհանուր համախառն ներքին արդյունքը 2.5 տրիլիոն դոլար։ Հունվարի 1-ից Հայաստանն անդամակցելու է այս ներուժով խոշորագույն տնտեսական միությանը։ Սա 2013-ի սեպտեմբերի 3-ին սկսված փուլի ավարտն է, վերլուծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Это не конец, это начало. Սա իրականում ոչ թե վերջ է, այլ սկիզբ մի իրավիճակի, որի զարգացումը կախված է հենց Եվրասիական միության ու հարակից զարգացումներից։ Ղրղստանի միացում, Ուկրաինայի խնդիր, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններ։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները դեռ կպահպանվեն, կանխատեսում է տնտեսագետ Գագիկ Մինասյանը։ Եվրասիականը շուկա է բացում մեր արտադրողների, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար։ Ռուսական շուկան ունի խնդիր իր մոտ նոր արտանողների տեսնելու, չափազանց լուրջ հնարավորություններ է առաջանալու հենց այդ ոլորտում մեր ընկերությունների համար։ Արտահանման այս պահի տվյալները խոսուն են։ Պատրաստի ապրանքի առյուծի բաժինն արտահանում ենք հենց Եվրասիական միության երկրներ, մինչդեռ Եվրամիություն ուղարկում ենք հիմնականում հումք։ Դեպի Եվրամիություն արտահանման 95%-ը ընդամենը 11 ապրանքախումբ է։ Հիմնականում հումք, պղնձից հինկի մոլիբդենի հանքաքար, երկաթաձուլվածք, չզտված պղնձի, մետաղական այլ ջարդոններ եւ ադամանտ։ Եվրասիական միության պարագայում պատկերն այլ է։ Արտահանման 93%-ը 41 ապրանքախումբ է։ Հումքը չի արտահանվում։ Եվրասիական միությունը Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի եւ ոգելից խմիչքի հիմնական սպառողն է։ Արտահանման մոտ 20%-ը ադամանտ, պոմպեր, էլեկտրատեխնիկական արտադրանք, դեղորայք, խեցեգործական արտադրանք, սև մետաղներից արտադրանք եւ այլն։ Տնտեսագետ падգամավորը կարևորում է շուրջ 1000 ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի առումով Հայաստանին արված բացառությունը։ Դեռ մի քանի տարի մաքսատուրքերը նույնը կմնան։ Դա եւս հաջողությամբ ավարտվեց, հրապարակված է այդ ցանկը եւ 5 կամ ավելի տարիների ընթացքում անցումային շրջաններ են տրված, որպեսզի այդ ընթացքում մաքսատուրքերը մոտենան Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերին։ Ավելին, Եվրասիական միության մաքսատուրքերը քարացած չեն եւ միտում ունեն ներդաշնակվելու Եվրամիության կամ առևտրի համաշխարհային կազմակերպության մաքսատուրքերին, ասում է Մինասյանը։ Այստեղ էլ Հայաստանը կարող է շահել։ 5 եւ ավելի տարիների ընթացքում մենք կունենանք միջանկյալ մի մաքսատուրք, որը չի լինի այն բարձրը, որ այսօր կա մաքսային միության անդամ երկրներում։ Հայաստանը միակն է Եվրասիականում, որ ընդհանուր սահման չունի մյուսների հետ։ Խոչընդոտ չէ, վստահեցնում են հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։ Для Армении при поставках товаров Հայաստան ապրանք մատակարարելիս պետք է հատել այլ պետության, օրինակ Վրաստանի սահմանը։ Սա խնդիր չէ, անգամ ավելի փոքր խնդիր, քան ասենք ապրանքը Վլադիվոստոկից Մոսկվա հասցնելը։ И проблема это может быть даже меньше, чем, например, товару с Дальнего Востока, с Владивостока, попасть в Москву. Եվրասիական միությունը 4 բաղադրիչ ունի՝ ապրանքներ, ծառայություններ, կապիտալ եւ աշխատուժ։ 4-ն էլ ազատ տեղաշարժ են ունենալու, հիշեցնում է Քրիստենկոն։ И для последних 3 Վերջին 3-ի համար սահմանի գործոնը շատ քիչ նշանակություն ունի։ Աշխատուժի համար Երևանից Մոսկվա կամ Նովոսիբիրսկ հասնելը ավելի հեշտ է, քան Վլադիվոստոկից Նովոսիբիրսկ։ Էլ չեմ խոսում ֆինանսական ծառայությունների մասին։ Դրանք էլեկտրոնային են, այսինքն սահմանների բացակայությունը ինտեգրման խոչընդոտ չէ։ Սահմանների մասին։ Մինչև Մինսկը շահարկվում էր անդամակցության դեպքում Հայաստանի եւ Արցախի միջև մաքսակետ լինել-չլինելու հարցը։ Մասնագետներն ընդգծում են, որ նման խնդիր իրականում չկա։ Я не думаю, что это имеет какой-либо. Չեմ կարծում, որ մաքսակետը լուրջ նշանակություն ունի։ Սահմանապահ կետ հիմա էլ կա։ Իրական մաքսակետ, որում հայ մաքսավորը թույլ չտա Արցախ ապրանք տանել կամ արցախցի մաքսավորը դեպի Հայաստան, չի լինելու։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ըստ քաղաքագետի չեն տուժի։ Սեպտեմբերի 3-ից հետո էլ գործակցությունը շարունակվել է ու շարունակվում է։ Соглашение по реадмиссии. Վիզային ռեժիմի դյուրացումը հաստատվեց սեպտեմբերի 3-ից հետո։ Հայաստանի նախագահը Ուելս գնաց սեպտեմբերի 3-ից հետո։ Եվրասիական միության երկրների տնտեսությունները կապված են Եվրոպայի հետ։ Ուղղակի հիմա Ուկրաինայի հետ կապված հարաբերությունները լարված են, սակայն դա հավերժ չէ։ Եվրասիական միությունում էլ համոզված են, որ Լիսաբոնից Վլադիվոստոկ նախագիծն իրագործելի է։ Такого рода большой проект между Евразией. Եվրասիական միության ու Եվրամիության միջև նման խոշոր նախագիծն անհրաժեշտ է։ Եթե նման երկարաժամկետ նպատակներ դնենք մեր առաջ, շատ կրքեր կհանդարտվեն։ Քրիստենկոն համոզված է, որ նման խոր գործընկերության վաղ թե ուշ հասնելու են։ Սառույցը կհալչի, խնդիրը ժամկետներն են։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։